Հայաստանի հանրագրթական դպրոցները ներս այսօր հնչեց վերջին զանգը։ 12-րդ դասարանը գավարդեն ավելի քան 22,000 աշակերտներ եւ 9-րդ դասարանը ավելի քան 39,000 աշակերտներ։ Մայրաքաղաքին եւ մարզերու մեջ կիրականացվի ոստիկանության ուժեղացված ծառայություն միջոցառումները անվտանգ կազմակերպելու համար։ Ներքին գործոս նախարարության ոստիկանության գարքախումբերը պիտի լան ուսումնական հաստատություններու եւ ավարտական միջոցառումներու տարածքներու մեջ բաբանելով հասարակական գարկ եւ անվտանգություն։ Հայաստանի Հանրապետության գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյան շնորհավորական ուղերձ ցղած է վերջին դասի առիթով։ Թուք հրաշալի սերունդ եք, վառ միտքերով, գաղափարներով, ինքնուրույն եւ խիզախ։ Մի մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակները ավելի մեծ են, քան կարող եք ընել։ Հետևողական եւ նպատակասլաց աշխատանքով յուրաքանչյուր երազանք կդառնա իրականություն։ Փարի երթ մաղթեց նախարար Ժաննա Անդրեասյան։ Իրանի մեջ Հայաստանի տեսփան Գրիգոր Հակոբյան հանդիպած է Իրանի արտաքին գործոս նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ։ Քննարկված են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրագարկին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձած են ընթացիկ համատեղ ծրագիրներուն եւ ընդգծած արդյունավետ ու ժամանակին իրականացնելու կարեւորությունը։ Նշված է Իրանի մեջ Հայաստանի տեսփանադան տարածած հաղորդակցության մեջ։ Գրիգոր Հակոբյան ողջունած է իրանյան ընկերություններուն մասնակցությամբ կատարվող Հյուսիս-Արաբ հաղորդակցային ճանապարհի Քաչարան ակարակ հատված շինարարական աշխատանքներու ընթացքը ընդգծելով ծրագիրը սահմանված ժամկետի մեջ ավարտելու կարևորությունը։ Համիդ Ղամբարին վերահաստատած է Իրանի պատրաստակամությունը խորացնելու Հայաստան-Իրան արևդրական տնտեսական գործակցությունը եւ աշխուժացնելու տարբեր ոլորտները ներձևավորված համատեղ աշխատանքային խումբերու գործունեությունը։ Իրանի կերակույն առաջնորդ Մուժդաբա Խամեյնեին հրամայած է, որ երկրի մեջ գրեթե մինչև զենք ստանալու աստիճանի հարստացված ուրանը արտասահման չի դարվի, գահաղորդե Reuters գործակալությունը։ Իրանցի պաշտոնյաները կգարձեն, որ նյութը արտերկիր ուղարկելը երկիրը ավելի խոցելի պիտի դարձնի Ամերիկայի կամ Իսրայելի հետագա հարձակումներուն համար։ Տեհրան այժմ պատասխան կպատրաստի Ամերիկայի կողմեն ներկայացված քրության։ Պակիստանի զինված ուժերու կերակույն շտաբի պետ Ասեմ Մունիրի Տեհրան կատարած այցելությունը ըստ որոշ տեղեկություններու կապված է նաև մնացած տարածայնություններու հարցը լուծելու եւ փոխըմբռնման հուշագիրի պաշտոնական ընդունումը առաջ մղելու չանքերուն հետ։ Իսպանիո Բիլբաո քաղաքին մեջ օրերս բացվեցավ առաջին թումոգետրոնը։ Բացման արարողության ներկա եղած են շարք մհյուրեր, որոնց մեջ էին Բիսկայայի փոխնախագահը եւ Բիլբաոյի քաղաքապետ Խուան Մարի Աբուրտոն, ինչպես նաեւ Թումոյի գործադիր դնորեն Մարիլու Փոպասյանը։ Թումո Բիլբաոն տեղակայված է 1909 թվականին կառուցված պատմական շենքի մեջ, որը նախապես ծառայած է որպես գինիի պահեստ, իսկ հետագային վերածված է մշակութային եւ համայնքային կետրոնի։ Նոր թումոգետրոնը պիտի ընդունի շաբաթական 1000 ուսանող։ Բադանիները Թումոյին հայտնած են, որ կետրոնի նպատակն է հոբելենական 15-րդ դարվան մեջ 15 երկրի մեջ ունենալ 25 կետրոն։ Ցեզիեդեր Աննի Զեյթունցյանը